Կրթությունը պետք է լինի գործնական, որ մեր կրթության տված գիտելիքի եւ հմտության շնորհիվ ինքը իր գաղափարը կարողանում է վերածել արտադրանքի։ Մենք էլ դարձանք այն աղբյուրը, որ հիմա ուղղորդում ենք այդ երեխաներին, որ եթե ունեն գաղափար, իրենք կարողանան դա իրականացնել։ Այս պահի դրությամբ մենք կենտրոնացած ենք ավելի շատ արժեք ստեղծելուն, մենք մտածողություն ենք տալիս երեխաներին, որ իրենք անկախ ամեն ինչից, որ ոլորտում լինեն, իրենք կարողանան ստեղծող լինել։ Տեխնոլոգիաները մեր փոխարեն գործերը անում են, բայց եթե դու ունես մտածողություն, դու կարողանում ես տեխնոլոգիան օգտագործող լինես ու նաև ստեղծող։ Հայաստանի մեծ ներուժը գիտելիքահեն է, տեխնոլոգիա, ինժեներություն, Շարունակում ենք մեր Business Challenge հաղորդումների շարքը, հաղորդում, որն ուղղված է խոսելու հատկապես փոքր ու միջին բիզնեսի մասին, վերհանելու դրա առանցքային խնդիրները, իր հյուրերի պատմություններով օրինակ դառնալու գուցե ձեր առաջին, գուցե ընթացքային քայլերի համար։ Մեր այսօրվա հյուրն է Arm-Electronic ռոբոտաշինության եւ ինժեներական հմտությունների ընկերության տնօրեն Տատև Խաչատրյանը։ Բարև ձեզ, Տատև ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Տատև ջան, երևի միանգամից սկսենք ձեզ խոսք տրամադրելով ինչ է Arm-Electronic-ը։ Մենք զբաղվում ենք տեխնոլոգիական ոլորտով, Arm-Electronic-ը ռոբոտաշինության ինժեներական հմտությունների աշխատարանն է, որտեղ երեխաները եւ մեծահասակները սովորում են էլեկտրոնիկա, միկրոկոնտրոլների ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում եւ տպագրություն եւ տեխնիկական ստեղծարարություն։ Իհարկե Arm-Electronic-ը նաեւ ունի իր արտադրանքը։ Arm-Electronic-ի նպատակը, որ այստեղ եթե ունես գաղափար միտք, դու կարողանաս քո սեփական ձեռքերով այն իրականացնել, այսինքն փորձել, ստեղծել, սխալվել եւ իրական խնդիրներ լուծել տեխնոլոգիաների միջոցով։ Տատև, երբ սկսվեց գաղափարի իրականացումը, երբ ծնվեց գաղափարը, ինչ փուլեր եք անցել։ Գաղափարը ծնվեց այն համոզմունքից ու հավատքից, որ կրթությունը պետք է լինի գործնական եւ մենք հավատում ենք նրան, որ երեխաները ոչ միայն պետք է լսեն ու տեսնեն, այլ իրենց ձեռքերը գործի դնեն ու իրենք կարողանան այդ արդյունքը ստեղծեն, իրենց գաղափարը վերածեն արտադրանքի։ Թվականը մոտավորապես երբ 2020 թվականի պատերազմից հետո 2020 թվականից։ Մինչև այդ որևէ բիզնես հմտություն փորձ եղել է։ Ոչ, առաջին էր։ Ես հյուրերին միանգամից միշտ հարցնում եմ իրենց կրթության, համալսարանական կրթության մասին եւ ուզում եմ զուգահեռներ անցկացնել, թե ոնց է այդ ազդում բիզնես հմտությունների գործունեության վրա։ Պատմես մի փոքր քո կրթության մասին։ Ես ինքս ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, մագիստրատուրանել եմ ավարտել, նաև 3 տարի գիտության ոլորտում եմ աշխատել ու 2013 թվականից մինչ այսօր ինժեներության ոլորտում որպես ծրագրավորող ինժեներ եմ աշխատում, այսինքն իմ ու ամուսնուց ինժեներական փորձառությունը նպաստեց, որ մենք կարողանանք մեր գիտելիքը եւ փորձը փոխանցենք ծրագրերի տեսքով մեր սերունդներին։ Իսկ եթե փորձես պատմել, թե ստարտային կապիտալի հետ կապված խնդիրներ ունեցել եք, թե ոչ, ոնց եք ձևավորել, դու պատմեցիր ձեր հմտությունների մասին, որը նույնպես ստարտային կապիտալ է, բայց մեծ դիտողներին հաճախ հետաքրքրում է հենց ֆինանսական մասը։ Ոնց եք այդ հարցերը կարգավորել։ Իրականում կարծում եմ, որ եթե կա գաղափար, եթե կա համառություն ու պատրաստակամություն ինչ որ լավ բան թողնելու, գումարը սկզբնական շրջանում ինքը այդքան մեծ դեր չունի։ Դու ոնց որ ներդրում ես քո միտքը, քո գաղափարը ու արդեն փոքր գումարներ վերներդրելով մենք կամաց զարգացրեցինք Arm-Electronic-ը։ Մենք ձեր հարցին ամբողջական պատասխանը, որպես այդպիսին մենք շատ մեծ ներդրում չենք արել։ Մենք մեր ժամանակը, գիտելիքը ու փորձառություն ենք ներդրում արել։
Սկզբի փուլերի մասին մի քիչ ավելի մանրամասն հնարավոր է, ինչ դժվարությունների առաջ եք բախվում, ինչ սայթագումներ եք ունեցել։ Կարծում եմ ամեն բիզնես ունի եւ հաջողություններ եւ դժվար փուլեր։ Դժվար փուլը ինքը մեզ տալիս է տվյալ, որը մենք հաջորդ գործը անելուց մենք կարողանում ենք դրա հիման վրա ոնց որ վերլուծել ու չսխալվել, այսինքն ավելի զարգանալ։ Իսկ հաջողությունը նա է, որ յուրաքանչյուր երեխա, երբ որ եւ մեծահասակ, երբ որ կարողանում է իր գաղափարը վերածել արտադրանքի, տեսնում ես արդեն իրական արդյունքը։ Դա մեր հաջողությունն է, որ մեր կրթության տված գիտելիքի եւ հմտության շնորհիվ ինքը իր գաղափարը կարողանում է վերածել արտադրանքի։ Եթե խոսենք մի փոքր բիզնես մոդելի մասին, ավելի մանրամասն ներկայացնենք, այսինքն հաճախ խոսքիդ մեջ նշում ես երեխաներ, մեծահասակներ, այսինքն երկու կուրսեր կան, տարանջատում ես, ո՞նց է տեղի ունենում, երեխաները գալիս են իմանում են ձեր մասին, ծնողների հետ մոտենում են, գրանցվում են, մեծահասակներն ովքեր ունեն ավելի խորը գիտելիքների կարիք, գալիս գրանցվում են, process-ը մի փոքր ավելի մանրամասն կներկայացնես։ Այո, մեզ մոտ 5 տարեկանից է տարիքային սահմանափակում չունենք, ամեն տարիքին իր համապատասխան ծրագիրն է։ Մենք հիմնականում բաց դասերի միջոցով ենք երեխաների ընդունելությունը կազմակերպում, մեծահասակներն է։ Իրենք գալիս են, ծնողի ներկայությամբ դաս է արվում, դրանից հետո արդեն ծնողը տեսնում է եւ երեխան հասկանում են հետաքրքրված են տվյալ ոլորտով, նոր գրանցում են անում։ Իսկ մեծահասակները հիմնականում մեզ մոտ այն անձիկն են, որոնք համալսարան են ավարտել, պոլիտեխնիկն են ավարտել, կամ մարդիկ, որոնք փոքր ժամանակվանից հետաքրքրվել են էլեկտրոնիկայով, կյանքի բերումներով չեն կարողացել ընդունվել համալսարան, ավելի մասնագիտական կրթություն ունենալ, սակայն տան պայմաններում իրենք ինչ որ փորձել են գործնականով ինչ որ բան սովորել, հետո հասկանում են, որ դա ամեն դեպքում ֆունդամենտալ գիտելիքը շատ կարևոր է, որ դու ամբողջական լինի գործնականի հետ։ Մեծահասակներն էլ կարելի ասել մեր մոտ բաժանված է մի քանի խմբերի, այսինքն այն մարդիկ, որոնք համալսարանները ավարտել են, ավելի տեսական, ֆունդամենտալ գիտելիք ունեն գործնականը անհրաժեշտ, մենք դա ենք տալիս, իսկ այն մարդիկ, որոնք իրենք սիրել են փոքրուց քանդել, սովորել հենց փորձի հիման վրա, իրենց անհրաժեշտ է լինում ֆունդամենտալ գիտելիք, գալիս են էլի մեզ մոտ ֆունդամենտալ գիտելիքի համար։ Ու մենք ամեն ինչը բաժանված է խմբերի մեզ մոտ։ Ամեն անձին իր համապատասխան անհատական մոտեցում է կարելի ասել, այո, բոլորին անհատական մոտեցում բաժանվում է խմբերի ըստ իրենց ցանկությունների, նպատակի, հետաքրքրասիրության։ Հա, 5 տարեկանից սկսած եք ընդունելությունը կատարում երեխաների համար եւ ենթադրում եմ, որ եթե մի փոքր էլի խորանամ բիզնես մոդելի մասին, ամսավճարներով է ձևավորվում բիզնեսի բյուջեն, այսպես ասած։ Այո, քանի որ մենք մասնավոր ենք, ամսական վարձավճար է, հա, երբ որ արդեն հավանում են բաց դասից հետո, երբ որ հավանեց ծնողը, նոր փորձում է ներդրում անել ամսական վարձավճարի տեսքով։ Իսկ ծնողներից ինչ ազդակներ եք իմանում, երեխաները որ գալիս են, պատմում են, հետո հետ են գալիս, ձեզ են պատմում, ինչ ազդակներ են։ Բավականին դրական է, հենց մեր հաջողության գրավականներից դա է, որ մեզ մոտ կան երեխաներ, ինչ մինչ այսօր հաճախում են, ինչ մենք բացվել ենք, այսինքն ինձ միշտ հարցնում են զանգով ավարտ ունի, ասում դե տեխնոլոգիաները ավարտ չունեն, ինքը անդադ զարգացման փուլում է, ոնց որ մենք էլ չունենք ավարտ, ուղղակի ամեն մակարդակից հետո նոր մակարդակներ ենք առաջարկում։ Իսկ եթե հմտություններից խոսենք, ավելի կոնկրետ ինչ դասընթացներ են, ինչ է դասավանդվում դասընթացների ընթացքում։ Մենք տալիս ենք ավելի շատ Գևորգ ինժեներական մտածողություն։ Երբ որ մարդն ունենում է մտածողություն, ինքը չի վախենում սխալվելուց, որը շատ կարևոր է, փորձարկելուց ու նոր բան անընդհատ սովորելուց։ Ես մի ծնողի կարծիք ասեմ, որ ասում էր, երբ որ երեխան տանը 7 տարեկան երեխան տանը մենակ է մնացել եւ տաքացուցիչը փչացել է, սկսել է կարճ միացում տալ, ծուխահանել։ Երեխան ինչ է արել, անջատել է առանց վախի, անջատել է, տարել է պատուհանը բացել է, ինքը հովացրել է, սենյակի դուռն էլ բաց է թողել, ծնողը մտել տեսել է, որ երեխան ոչ վախեցել է,
ոչ ինքը լուծում է գտել։ Մենք չենք սովորացրել երեխային, որ դու sense քայլեր կան, այսինքն այդ մտածողությունը ենք տվել, որ ինքը կարողացել է այդ հմտությունը ասած, որ ինքը այդ ամեն ինչը պատկերացրել է։ Այդ մեր հաղթանակն է։ Տատե, օրինակ ես զգացողություն ունեմ, երբ որ միշտ ուզում եմ բիզնեսից խոսեմ, ինչ-որ առանցքային կետերից խոսեմ, բոլորը վերադառնում են իրենց ոլորտից են ուզում օրինակներ բերել, բայց իմ հաջորդ հարցը անձնապես քեզ է վերաբերվում, թե բիզնեսում հատկապես ունեցել ես ինչ-որ մեկին կամ երևույթ ոգեշնչման համար, որ հասկացել ես օրինակ է ու կարելի է այս ոճով կառուցել բիզնեսը կամ ոգևորվել եք եւ սկսել եք Արմենի հետ միասին։ Ոգեշնչման աղբյուրը եղել է բալիկս, քանի որ երբ որ ինքը 3-4 տարեկան էր, ամուսինս իր հետ զբաղվում էր ու ինքը որ վարժ արդեն զոդիջով աշխատանքներ էր անում, իր անկեղծ հետաքրքրասիրությունը մեզ դրթեց նրան, որ ինչու՞ չէ, կարող են նաև այլ երեխաներ հետաքրքրված լինել ու ի զարմանս մեզ շատ կային երեխաներ, ովքեր տանը փորձել էին ամեն ինչ ինքնուրույն ճանապարհներ գտնել, սակայն ծնողները չունենալով այդ գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու չէին կարողացել ուղղություն տալ։ Մենք էլ դարձանք այն աղբյուրը, որ հիմա ուղղորդում ենք այդ երեխաներին, որ եթե ունեն գաղափար, իրենք կարողանան դա իրականացնել։ Շնորհակալություն Տատև ջան։ Տատև, եթե փորձենք հասկանալ ռիսկերի մասին, բիզնեսում դու ո՞նց ես գնահատում քո ռիսկերը, ձեր ռիսկերը։ Տնտեսությունը ամեն ինչ իրականում կրթությունը բավականին ռիսկային ոլորտում է գտնվում, որտեղ տնտեսության փոփոխությունը մարդկանց տեխնոլոգիական ոլորտում առաջնայինը իրենք չեն համարում, որ երեխան պետքա կրթություն ստանալ տեխնոլոգիական ոլորտում։ Դա լրացուցիչ է դիտարկվում։ Սակայն կարծում եմ հիմա դուք էլ տեսնում եք այս արհեստական բանականության դարում ամեն ինչ գնում է տեխնոլոգիաների, սակայն դեռ մարդկանց մտածելակերպում դեռ տեխնոլոգիան առաջնային չի, դեռ համարվում է լրացուցիչ կրթություն։ Խոսքիդ մեջ նշում ես կրթության մասին, քո կրթության փորձառությունից խոսեցիր, բայց կուզենայի իմանալ, իսկ որքանով է կրթությունը ազդում բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների վրա իրենց կատարված ամենօրյա աշխատանքում։ Ես կասեի բոլորը իրար հետ փոխկապակցված է։ Կրթությունը, փորձը, գիտելիքը, համառությունը պետք է անդադ սովորես։ Կա ինչ-որ օրինակներ կամ դիտարկումներ, երբ որ զգում ես, որ քո կրթական, համալսարանական մտածելակերպը քեզ օգնում կամ նույնիսկ խանգարում է բիզնեսում։ Ինքը եւ դրական, եւ բացասական է ազդում, դրական այն իմաստով, որ դու մասնագիտական առումով հասկանում ես, թե ինչ ես դասավանդում, ինչ ես տալիս, դու ես ծրագրերը ստեղծողը, ոչ թե ինչ-որ մի տեղից ենք վերցել, այդ ծրագրերը մենք ենք գրել ու մեր փորձառությունը ու կրթությունը օգնում է։ Իսկ բիզնես տեսանկյունից ինքը խանգարում է, որովհետև չունես այդ կրթությունը, սակայն ունես հմտություն, որ անընդհատ կարող ես ինքդ քեզ զարգացնել, կրթվել, հասկանալ, ամեն դեպքում էլի մտածողությունը օգնում է նոր բաներ անընդհատ դու սովորես։ Խոսքիդ մեջ էլի մասնագետների մասին, ձեր մասնագիտացման մասին նշեցիր, բայց ունեք նաև այլ աշխատակիցներ, ես տեղյակ եմ։ Կուզենայի խոսենք մի փոքր աշխատակիցների մասին, ոնց եք ներգրավում աշխատակիցներ, ունեք խնդիր թե չէ աշխատակից ներգրավելու հարցում, ինչ մասնագետներ են ձեզ պետք լինում ընթացքում։ Իրականում հիմա բոլոր ոլորտներում, որ ես իմ գործընկերներին հարցնում եմ, բոլոր ոլորտներում կա մասնագետների պահանջարկ։ Ի զարմանս ինձ կապ չունի մակրոյի է, ամեն ոլորտում մենք էլ ունենք անընդհատ մասնագետների կարիք, մերը մի քիչ ավելի բարդ է այն իմաստով, որ քիչ է պետքա փորձառու լինեն, այդ ոլորտում նաև աշխատանքային փորձ ունենան, միայն գիտելիքը չի, նաև փորձառությունն ենք շատ կարևորում, մի հատ էլ երեխաների հետ սիրել աշխատել, մեծահասակների հետ ավելի հեշտ է գտնել, ովքեր ուզում են մեծահասակներին դասավանդել, իսկ երեխաների հետ աշխատելը ավելի պատասխանատու է, ավելի ամեն մարդ չի, որ կարող է երեխաների հետ աշխատել։ Այդ դժվար է, բայց լինում է։
Եթե մարդիկ կան, ովքեր չեն ունենում գիտելիքներ, սակայն ցանկություն են երեխաների հետ աշխատանք, մենք իրենց վերապատրաստում ենք։ Այսինքն մեզ մոտ 1-2 տարի գալիս են, սովորում են, վերապատրաստում են ու անցնում են աշխատանքի։ Մենք հաճախ խոսում ենք աշխատակիցներ ներգրավելու մասին։ Կուզենայի հասկանալ դու ինչ կարծիք ես մասնագետներ աշխատակիցներ ներգրավելու ձեր փուլերի եւ ընդհանրապես աշխատակիցների դերը բիզնեսում ինչպիսին է։ Աշխատակիցների դերը շատ կարևոր է, քանի որ թիմը ցանկացած բիզնեսի սիրտն է ու ոչ միայն մասնագիտական կարողությունն է կարևոր, այլ կարևոր է նաեւ որ արժեքները համընկնում է ու ձեր նպատակը մեկն է լինում։ Այսինքն արժե համակարգը ընդունող աշխատակիցների մասին է խոսքը, թիմի մասին է խոսքը։ Այսօր դուք ունեք աշխատակիցների կարիք։ Այո։ Միշտ չէ բոլոր բիզնեսներին երբ որ հարցնես։ Մենք ունենք, քանի որ վերջերս մենք Էջմիածնում ենք բացվել որպես մասնաճյուղ, այնտեղ այս պայդրությամբ մեծ պահանջարկ կա աշխատակիցների։ Հա, այս պայդրությամբ քանի մասնաճյուղ կա։ Այս պայդրությամբ Երևանում ունենք 2 տեղ, ֆիզիոլոգիա ինստիտուտում են գտնվում եւ Մերգելյան ինստիտուտում եւ քաղաք Էջմիածնում։ Քաղաք Էջմիածնում։ Եթե խոսենք մրցակիցների մասին, երևի հաստատ վերլուծած կլինես, կան արդյոք Հայաստանում ձեր ոլորտում մրցակիցներ, ովքեր զբաղվում են ռոբոտաշինությամբ, ինժեներությամբ եւ դասավանդմամբ։ Մրցակցությունը բնական երևույթ է։ Այս պահի դրությամբ մենք կենտրոնացած ենք ավելի շատ արժեք ստեղծելուն ու հակված ենք գործընկերային հարաբերություններին, որը կարծում եմ ավելի մեծ արդյունք կտա։ Եթե մի փոքր շեղվենք էլի ոլորտից, կանք մեր ընդանուր այսօրվա հայկական իրականություն, հայկական գործարար իրականություն, ո՞նց ես պատկերացնում մեր տնտեսության զարգացումը։ Ես կարծում եմ Հայաստանի մեծ ներուժը գիտելիքահեն է, տեխնոլոգիա, ինժեներություն, կրթության մեջ է եւ երկարաժամկետ կապիտալը կարծում եմ մարդկային ռեսուրսն է, պետք է ներդրում անենք այդ ոլորտի մեջ։ Ու առաջնային տեղում մտածում ես տեխնոլոգիաներն են։ Դե դուք էլ տեսնում եք։ Եթե խոսենք ձեր բիզնեսի մարտահրավերների մասին, հենց մեր հաղորդաշարի տրամաբանության մեջ, այսօր առաջնային մարտահրավերները ձեր բիզնեսում որոնք են։ Խոսքիս մեջ նշեցի սկզբից, որ մարտահրավերներից մեկը, որ մենք մարդիկ դեռ չեն ընկալում, տեխնոլոգիան իրենք դեռ համարում են երկրորդային բնույթ ու ոնց որ առաջնային չի ոլորտում, դա մեր մարտահրավերներից մեկն է։ Մարդկանց հասցնել, որ այո, որ տեխնոլոգիան հիմա պետքա դառնա առաջնային ոլորտ, տեխնոլոգիայով զբաղվել, յուրաքանչյուր ոք ուզենք թե չուզենք, պետք է զբաղվենք տեխնոլոգիայով, որովհետև դուք AI-ի զարգացումը տեսնում եք, թե ինչ արագ է զարգանում ու բոլորս ուզենք թե չուզենք պետքա ընդգրկվենք առաջնային պետք է դիտարկենք տեխնոլոգիան։ Ու մեծ դիտողների համար նշենք, որ մենք պետք է տարանջատենք, որովհետև հատկապես երբ որ IT-ից են խոսում, բոլորը չգիտես ինչի մտածում են միանգամից ծրագրավորումից են խոսում, բայց այդտեղ ինժեներիայի բաժին կա, որը ավելի սարքաշինության մասին է խոսքը եւ որքան հասկանում եմ, ձեր տվածը երեխաներին հատկապես այն է, որ ցույց տալ ծնողներին, որ երեխաների մեջ սերմանել սարքաշինության հմտություններ, որոնք որ կարող են զարգացնել մեր երկիրը, զարգացնել մեր ապագան։ Ճիշտ եմ կրանում միտքը։ Այո, ճիշտ եք ասում, լրիվ միտքը դա է, որ իրական գործիքներով, այո, ճիշտ եք, որ իրանք պետքա ստեղծող լինեն ու ծրագրավորումը ինժեներությունից հեռու չի, իրենք իրար փոխկապակցված են։ Թյուր կարծիք է։ Առանց ծրագրավորման հիմա չկա ինժեներ, որ ծրագրավորման գիտելիքներ չունենա։ Բնականաբար ինժեներական, բայց ինքը պետքա տիրապետի ծրագրավորման գիտելիքներին։ Նայ, խոսքի մեջ նշված մարտահրավերը ավելի շատ վերաբերվում է ինչ-որ սկզբունքային մարդկանց միտք հասցնելու մասին։ Իսկ եթե նեղ բիզնեսի մասին խոսենք, խոսքի մեջ նշեցի աշխատակիցների մասին։ Էլ ինչ մարտահրավերներ կան, ինչի կարիք ունի այսօր ձեր բիզնեսը, որ գուցե ուրիշ բիզնեսներ նաև կարող են օգնել ձեզ, կամ պետությունը կարող է աջակցի։ Այո, իհարկե համագործակցություն։
Մեր բիզնեսը կարիք ունի համագործակցություն ինժեներական ընկերությունների հետ, մենք կարող ենք վերապատրաստել լավ մասնագետներ իրենց համար, Համագործակցության փուլեր անցնել, այսինքն կարող են արդեն ինտերնշիպեր կան ձեր մոտ տեղի ունենան, ճիշտ եմ հասկանում։ Այո, մենք կարող ենք ինտերնշիպեր, կարող են լինել ինժեներական ընկերություններ, որ կցանկանան կոնկրետ ուղղվածությամբ մեզ ասեն, որ մենք վերապատրաստենք իրենց մասնագետներին, այդպես ինքը բիզնեսը նոր կյանք, նոր ուղղություն կունենա։ Հարցս տալուց նշեցի ինչ աջակցության կարիք ունեք բիզնես եւ պետությունը նշելով հիշում եմ, որ դուք մրցանակ եք ստացել ԲՏԱ-ի կողմից, մի փոքր կպատմես ինչ մրցանակ է դա եղել։ 2024 թվականին մենք ստացանք մեր ժամանակի հերոս մրցանակակիրը, ԲՏԱ նախարարի կողմից մենք այդ մրցանակը ստացանք, ԲՏԱ նախարարը նաև այցելել է մեր աշխատարանն էլ, հավանությունը մեր մոտեցման ծրագրերի համար էր։ Հասկացա։ Տատև, իսկ եթե խոսենք թե դուք որպես բիզնես, ճիշտ է, քո նշած պատասխանը երկկողմանի էր, ու էլի դու ոլորտային ես փորձում պատասխանել, բայց եթե փորձենք խոսել թե դուք որպես բիզնես այլ բիզնեսներին մեր այսօրվա հայկական իրականության մեջ ինչով կարող եք օգնել, որը կլինի քո առաջնային պատասխանը։ Մենք հիմա վերապատրաստում ենք ապագա սերունդներ, որոնց մտածողությունը հենց իրենց մտածողությամբ կարող են լավ աշխատակիցներ լինեն ու կապ չունի, մենք չենք վերապատրաստում բոլորին ինժեներներ, մենք մտածողություն ենք տալիս երեխաներին, որ իրենք անկախ ամեն ինչից, որ ոլորտում լինեն, իրենք կարողանան ստեղծող լինել։ Իսկ հիմա դուք տեսնում եք, որ բոլոր ընկերություններին անհրաժեշտ չի կատարող, այլ անհրաժեշտ է մտածող, իր գաղափարը ստեղծող, մի խոսքով ստեղծող։ Հիմա քո պատասխանից ես զուգահեռ եմ անցկացնում, մենք մի քանի հաղորդում առաջ հյուր ենք ունեցել Արարտեղ ընկերության տնօրենի համահիմնադրի հետ, ու ինքը խոսքի մեջ անընդհատ նշում էր ինժեներական մտածելակերպ, իրանք ծրագրավորմամբ էին զբաղված առավելապես ու ես հարց տվեցի ինժեներական մտածելակերպը, հիմա մտածում եմ, որ այս երկու մտքերը, որպես դու ինժեներական գործունեություն ծավալող ընկերության ներկայացուցիչ ու իրենցը որպես ծրագրավորում գալիս կպնում է իրար, այսինքն կարևոր չի ստեղ ինժեներությամբ է զբաղվում ծրագրավորում, այլ ինժեներական մտածելակերպը նաև երբ որ դու ինքնուրույն ես փորձում միտք գեներացնել, ստեղծել, առաջ տանել, մինչև վերջ հասցնել։ Այո։ Ինչ նոր ծրագրեր կան գալիք շրջանի հետ կապված։ Մենք տեսնում ենք, որ դու նաև բերել ես ձեր արտադրանքը, ցուցադրության է ներկայացված ձեր արտադրանքը, այսինքն բիզնեսում բացի դասընթացներ անցկացնելուց, բացի համագործակցություն այլ IT ընկերություններից ունեք նաև արտադրանքի ճյուղ։ Այո, մենք նոր ենք ուզում զարգացնել արտադրանքը, սա Մեսրոպյան Puzzle խորանարդն է, սա այդքան ինժեներության հետ կապ չունի, սակայն 3 տարի աշխատել ենք այս արտադրանքի վրա, ինքը մեր մշակույթն ենք ուզում վերհանել, շատերը դպրոցն ավարտում են, չգիտեն, որ տառը ունի իր աղոթքը, տառը ունի իր ժեստերի լեզուն, տառը ունի իր թիվը, տառը ունի իր քարկաթիվը, ամբողջ տառի բովանդակությունը այս Մեսրոպյան Puzzle խորանարդներում մեր արտադրանքի մեջ կա։ Իսկ ընդհանրապես մենք ուզում ենք նոր ուղղություններ մտցնենք կենցաղային էլեկտրոնիկա, որը մեր այս ընդհանուր էլեկտրոնիկայի ռոբոտաշինության, միկրոկոնտրոլների ծրագրավորում, PLC-ների ծրագրավորման հետ զուգահեռ նաև կենցաղային էլեկտրոնիկա մտցնենք, որ յուրաքանչյուր ոք ծանոթության նման։ Այո, երեխաները արդեն կենցաղային էլեկտրոնիկայել սովորեն։ Փոքր տարեկից կարողանան կարողանան, եթե հիմա ինչ-որ, այո, անվտանգության նորմեր այդ քո նշած օրինագի նման պահպանելը։ Մեզ մոտ, որ մտնեք մեր աշխատարան, անվտանգության կանոնները առաջին ակնհայտ տեղում փակցված են։ Այ, երբ որ խոսենք բիզնես մոդելի մասին, մի տեղ ծառայություն եք մատուցում, մյուս տեղում արտադրանք եք տալիս, որը որ վաճառելու է ենթակա։ Մարքեթինգային արշավներից եմ ուզում լսել։ Ինչ մարքեթինգային արշավներ եք կատարում, ոնց եք ձեր մասին հայտնում ձեր ապագա հաճախորդներին, գործընկերներին։ Իրականում ժամանակի լավ ասեցիք, այն ձեր հարցին անդրադառնամ, որ ասեցիք մասնագիտությունը խանգարում է, այդ խանգարում այն իմաստով, որ մենք
լինելով ինժեներներ մասնագիտությամբ, մենք անընդհատ կենտրոնացած ենք ստեղծելու վրա ու դա իրականում խանգարում է, որ մի քիչ դու տարածվես, ավելի շատ կենտրոնանաս մարքեթինգային վրա։ Երբեմն մեր էջում ավելի քիչ հիմա որ մեր էջում ավելի քիչ բան է ներկայացված կամ ցույց տրվում, քան մենք իրականում անում ենք։ Ու հենց երևի դա է պատճառը, որ մեզ մոտ այս պահին դեռևս մինչև հիմա աշխատում է սարաֆանային մեթոդը, այսինքն մեկը մյուսին փոխանցելով ու որ գալիս են երեխաները երկար են մնում մեզ մոտ։ Իհարկե մենակ ես անդադ երեխաների մասին եմ խոսում, բայց մեզ մոտ մեծահասակներն են։ Այսինքն կարելի ասել, որ նաև մարտահրավերը ձեր մարքեթինգային արշավը, դուք կարիք ունեք համապատասխան մասնագետների, թե փորձում եք ինքնուրույն լուծել խնդիրը։ Այս պահին չէ, կարիք ունենք, կարիք ունեք մասնագետների։ Ճիշտ մասնագետների, ովքեր հասկանում են մի փոքր էլ կամ գնահատում են արժեքը, էությունը, ինչի համար է տվյալ բիզնեսը։ Իմիջիայլոց մեր հաղորդաշարը հարտակը հենց նրա մասն է, որ լսելի դարձնի բիզնեսի առանցքային խնդիրները ու մեծ դիտողները, ովքեր որ ունեն լուծում կամ համագործակցության առաջարկ, լրիվ բացեն մեր միջոցով, ձեր միջոցով կարող են կապի դուրս գալ եւ իրենց առաջարկները անել։ Հարտակը հենց առաջնային նաև ստեղծված է դրա մասը։ Մենք աշխատակիցների կարիք ունենք բոլոր առումներով։ Եթե խոսենք աշխատանքի բաժանումից, ոնց հասկանում եմ, շատ աշխատանքներ այդ մարքեթինգային արշավ, բայց դասերի կազմակերպում ինքնուրույն է կատարում։ Արմենն է ներգրաված հիմնական մասնագիտական դասընթացների վարման հարցում։ Կպատմես այդ աշխատանքի բաժանումը ոնց որոշեցիք, ես եմ անում, դու ես անում, ոնց ստացվեց այդ փուլը։ Սկզբնական շրջանում բնականաբար չկար բաժանում, նպատակը մեկն էր տալ, հետո որ արդեն պահանջարկը մեծացավ, ավտոմատ աշխատանքի բաժանում ստացվեց։ Արմենը մեր գլխավոր ինժեներն է այս պահին, ինքն է ծրագրերի ղեկավարմամբ զբաղվում, նոր ծրագրեր ավելացնում, իսկ ես ավելի շատ կազմակերպչական հարցերով։ Դատև մեր հյուրերը հիմնականում այն հյուրերն են, ովքեր որ իրենց բիզնես գործունեության մեջ գտնվում են ընթացքային փուլում, այսինքն շատերը չի որ հայտնի են, լսելի են դիտողների համար, բայց հենց զարգացման փուլում գտնվող ընկերություններից է հետաքրքիր լսել պատասխանը, թե իրենք ինչ խորհուրդ կտան, թեկուզ հենց մեծ դիտողներին, ովքեր որ առաջին քայլերն են անում, ուզում են իրենց բիզնես գործունեության սկսել թե չսկսել, ձեռներության մեջ փորձ չունենալ, ինչ խորհուրդ կտա սկսնակներին։ Մի սպասեք իդեալական պայմանների, սկսեք, փորձեք, սխալվեք եւ բնականաբար ունեցեք երկարաժամկետ տեսլական։ Այդ երկարաժամկետ տեսլականը, որ նշեցիր, ինչը կուզենաս փոխված լինի ձեր ընկերությունում մոտավորապես 1-3-5 տարի հետո եւ ընդհանրապես հայկական գործարար իրականությունում։ Հայկական գործարար չգիտեմ, բայց ընդհանրապես հայկական իրականությունում կուզենայի, որ մեզ մոտ երեխաները ավելի շատ իրենք ստեղծող լինեն ու անդադ հեռախոսների մեջ տեխնոլոգիաներ անդադ սպառող չլինեն, ոչ միայն սպառող լինեն իրենք, ես անհրաժեշտ է տեխնոլոգիա օգտագործել, բայց իրենք նաև ստեղծող լինեն ու մեր կրթությունը ավելի շատ գործնական լինի ու հասանելի լինի։ Բայց կարծում ես խնդիր կա այդտեղ։ Մենք մի հատ դպրոցներում որ նայենք, մենք ավելի շատ կենտրոնացած ենք հիշողության վրա, հիշողությունը մեր զարգացնելու։ Ես կուզենայի, որ մենք ավելի շատ, էլի նորից եմ ասում, մենք մտածողության վրա կենտրոնանանք, թե ինչ մտածողությունը զարգացնենք, թե չէ հիմա այս AI-ի արհեստական բանականության դարում նույնիսկ թարգմանիչների կարիք է սկսնակ անհրաժեշտ չի լինում, որովհետև ինքը թարգմանում է, տեխնոլոգիաները մեր փոխարեն գործերը անում են, բայց երբ որ դու ունես մտածողություն, դու կարողանում ես տեխնոլոգիան օգտագործող լինես ու նաև ստեղծող։ Այսինքն մեր անիմա ժամանակ շատ չծախսենք հեռախոսներում։ Իսկ գուցե դուք պետք է նույն մեր խոսքի մեջ նշած մարքեթինգային արշավներ անեք, գնաք դպրոցներ, փորձեք ինչ-որ բան առաջարկել, ինչ-որ փոփոխություններ հասկանում եմ, որ պետական ապարատի հետ աշխատելուց բավական բարդություններ կան, անում եք նմանատիպ քայլեր։
Իրականում մեր ժամանակը ու դեռ չի ներում, բայց մտածում ենք ու մենք շատ հաճախ դասարանական այցեր ենք կազմակերպում, նախագծային աշխատանքներ ենք անում, ուղղակի այն դեպքում, երբ որ ուսուցիչն է մեզ դիմում, ոչ թե մենք ենք գնում դպրոց, այլ դպրոցն է մեզ դիմում, որ գան մեր լաբորատորիա, երեխաները ինչ-որ մի բան ստեղծեն ու իրենց հետ տանեն։ Այդպիսի փորձառություններ ունենք։ Որն է հաջողության բանալին։ Հաջողության բանալին հետևողական լինել, հեշտ է ստեղծել, ունենալ գաղափար, ստեղծել, բայց երբ որ դու հետևողական չես լինում, հանդուրժող չես լինում ու համբերատար չես լինում, այդ ամեն ինչը կարող է շատ արագ։ Բայց ես կարող եմ ասել, որ հանդուրժողականությունն ու հետևողականությունը երբեմն նույնիսկ իրար հակասում են։ Հատկապես բիզնեսում երբեմն պետք է նաև հանդուրժողականություն չցուցաբերել։ Հետևողականություն պարտադիր։ Առաջնայինը հետևողականություն։ Ուրեմն, եթե ընտրության առաջ կանենք, ամենակարևորը համակարգ լինի բիզնեսում, համակարգ ու հետևողականություն։ Ամենօրյա աշխատանք։ Եթե հարցադրման մասին խոսք գնաց, քեզ մի բլից հարց, որը կընտրես, պետք է ընտրես միայն մեկը, բիզնեսի հարցում, փորձ, կշտություն թե համարձակություն։ Իրականում երեքն էլ անհրաժեշտ է, փորձ։ Իրական երեքն էլ շատ կարևոր է։ Ես երեքը միասին կտրեի, բայց ոչ չունեմ տարբերակ։ Փորձը։ Տատև, մենք ունենք արդեն ավանդույթ, որ մեր հյուրերը գիրք են նվիրելու մեզ ամենահետաքրքիր մեկնաբանություն կամ հարցադրում թողնողներին, ինչ գիրք կուզենաս նվիրել քո կողմից, քո մակագրությամբ մեզ դիտողներից, ով որ կշահի մրցանակը։ Իսկ կարող եմ ես մեր արտադրանքներից նվիրել։ Կարող ես, մենք արդեն սովոր ենք բացառությունը։ Սկզբից մենք միայն բիզնես ոլորտի գրքեր էինք նվիրում, հետո հասկացանք, որ պետք է տարածվել նաև այլ, որովհետև երբեմն ոչ միայն բիզնես ոլորտի, կամ գեղարվեստական գրականության գործեր կան, որոնք ազդում են նաև ամենօրյա բիզնես մտածելակերպի վրա, հենց որ եթե այսքան շեղումներ տվել են, կարող ես նաև ձեր արտադրանքներից նվիրել։ Ես կարող եմ նվիրել մեր արտադրանքներից լավ մեկնաբանություն գրողին։ Այո։ Մենք մի այլ հետաքրքիր խորագիր էլ ունենք, երբ որ մեր նախորդ հյուրը, հաջորդ հյուրին չիմանալով թե ինչ բիզնես ոլորտի ներկայացուցիչ լինում, հարց է ուղում եւ այտենց շարունակական այդ հարցադրումները տեղափոխվում են հաղորդումից հաղորդում։ Մեր նախորդ հյուրի հարցն է եղել, որն է քո նպատակից հետ չկանգնելու գաղտնիքը։ Սիրելը, այդ ոլորտը սիրելը ու տեսնել արդյունքը։ Իսկ քո հարցը մեր հաջորդ հյուրին։ Եթե ամեն ինչ զրոյից լիներ իր մոտ, գար ամեն ինչ զրոյից սկսեր, ինչը ինքը նույն կերպ կաներ եւ ինչը այլ կերպ կաներ։ Հետաքրքիր հարց է, գեղեցիկ հետաքրքիր հարց ձևակերպվեց։ Տատև, ինչ է բիզնեսը մեկ բառով։ Ստեղծում։ Շնորհակալություն։ Մեր այսօրվա հյուրն էր Տատև Խաչատրյանը, Arm Electronic ռոբոտաշինության եւ ինժեներական հմտությունների ընկերության տնօրեն։